Մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ միացել են, միասնություն հանուն արդարության, այսպես մի խումբ են ստեղծել, համատեղ Armenian Renaissance, հայկական վերածնունդ կազմակերպության, որը արտասահմանում է հիմնականում, այսօր աշխարհում մի քանի երկրներում եւ քաղաքներում, մասնավորապես Պրագա, Էստոնիա, Ֆրանսիա, Իտալիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ամերիկա, Նյու Ջերսի, Նյու Յորք, այսինքն մոտ 20 Մոսկվա անգամ մարդիկ դուրս են գալի պաստառներով ազատություն Հայաստանին, ազատություն քաղբանտարկյալներին։ Այսինքն ոչ թե միջազգային քաղբանտարկյալների նվիրված օր է կամ ինչ-որ ակցիա, այլ կոնկրետ Հայաստանի քաղբանտարկյալներին, այսինքն հայկական շարժում է սա, որպեսզի իրազեկեն աշխարհին եւ միգուցե ինչ-որ ձևերով միջազգային կառույցների միջոցով կարողանան ազդեցություն ունենալ այսօրվա իշխանությունների, Հայաստանի իշխանությունների վրա, որ այս խմբերը տարբեր ասենք քաղբանտարկյալի կողմնակիցների, այդ խմբերի ներկայացուցիչները կարծես թե առանձին են գործել, երբեմն եղել է, որ ի պաշտպանություն Վալոդյա Ավետիսյանի, ասենք, ակտիվը ներկա եղել է Շանթ Հարությունյանի դատավարություններին կամ ակցիաներին։ Ուղղակի սա կոմպլեմենտար ներկայություններ էին եւ հակառակ, ասենք, Վալոդյա Ավետիսյանի դատավարությունների ընթացքում այսօր մենք նաեւ փորձ ենք անում ընդհանրապես քաղբանտարկյալի գաղափարի շուրջ միավորենք բոլորին։ Սա այսօր առաջի քայլն է եւ մարդկանց սակավությունը, որ քիչ են, դա առիթ չի տխրելու, սա նորմալ է։ Իրոք քաղաքականապես ակտիվ եւ մտահոգ մարդիկ, երբ դառնում են քաղբանտարկյալ, քաղաքական ասպարեզներում մնում են ծաղրացումները։ Սա հենց դա արդյունքն է, որովհետեւ այս տղաները Վալոդյան եւ Շանթը սկսել են շատ լուրջ գործունեություն, որը կարող է բերել մեծ մոբիլիզացման։ Եվ որպեսզի այս խեղճատակային իրավիճակը պաշտպանվեր եւ այս խոստացված թեզաշունի հունով գնալ, պետք է այդ քաղաքականապես իրոք ակտիվ մարդկանց մեկուսացնել, այնց որ սա ճիշտ նամաբանության մեջ է ստացվում։ Քաղբանտարկյալ այսօր միանշանակ Շանթ Հարությունյան եւ այդ խումբ տղաներն են, քաղբանտարկյալ Վալոդյա Ավետիսյանն է, քաղբանտարկյալ Տիգրան Գյուրեղյանն է, քաղբանտարկյալ ինչ որ առումով, որ արդեն նախանշվում է, նաեւ Վարդան Պետրոսյանն է։ Այստեղ խնդիրը Վարդան Պետրոսյանի առումով այն չի, որ դժբախտ պատահար է կատարվել, խնդիրը այն է, որ իշխանությունը այդ հանգամանքը հազիվ ձեռներն անգնի եւ վրեժ խնդրություն են ունենում այդ մարդու նկատմամբ։ Մենք բանտարկյալ ենք բոլորս։ Ես մի քանի րոպե առաջ խոսել էի Վարդան Պետրոսյանի հետ։ Կարելի է հարցնել, արդյոք նա քաղբանտարկյալ է, նա դժբախտ պատահարի մասնակից է եւ ինչ որտեղ նաեւ մեղավոր դրա, բայց այն ինչպես են իրեն վերաբերվում եւ ինչի մեջ են իրեն մեղադրում եւ այն ընդհանուր մթնոլորտը, որը ստեղծվել է մեր երկրում մարդու հանդեպ, քաղաքացու հանդեպ, միանշանակ ապացուցում է, որ այո, մենք ունենք 18 անունով եւ մոտ 1.5 անանուն քաղբանտարկյալներ։ Երկիրը դոփում է տեղում, մենք մարտի 1-ի մեջ ենք։ Մենք ոչ մի կերպ տարիներ շարունակ չեն կարող մտնել մարտի 2-ի մեջ։ Հայաստանում քաղաքական ձմեռ է։ Thank you.